Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի խումբ գործարարների եւ պաշտոնյաների հետ այցելեց սահմանամերձ Կիրանց, այն հռչակելով իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործում։ Վարչապետն այնքան հպարտ էր իր տեսածով, որ Facebook-յան էջում բաց հրավեր հղեց բոլորին։ Կիրանցը իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է, սահմանազատված եւ սահմանագծված պետական սահման, անվտանգ եւ խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ։ Մինչեւ սահմանազատումը Կիրանցում 80 տուն կար, հիմա կառուցվում է եւս 43-ը։ Սա է իրական Հայաստանը։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց։ Ոչ թե լսել Կիրանցի մասին, այլ գնալ եւ տեսնել։ Մի անգամ տեսնելը 1000 անգամ լսելուց լավ է։ Մենք էլ որոշեցինք հետևել վարչապետի տեսնել, ոչ թե լսել խորհրդին։ Բայց նոր էին գյուղ հասել, գնացեք եւ տեսեք հրավերին հակադրվեց հեռացեք, մի նկարեք իրականությունը, թափանցիկության կոչերին անթափանց վերահսկողությունը։ Ադրբեջանի հետ սահմանազատված գյուղը, որ երկրի ղեկավարը ներկայացրել էր որպես անվտանգ եւ խաղաղ կյանքի օրինակ, անվտանգության ծառայության աշխատակիցները հատուկ գոտի են համարում։ Այստեղ լրագրողական աշխատանքը գրեթե անհնար է, դպրոց մտնելն արգելված է, բնակիչների հետ զրուցելը խորհուրդ չի տրվում։ Երբ փորձեցինք նկարահանել դպրոցի մոտ այգեգործությամբ զբաղվող բնակչին, ԱԱԾ աշխատակիցներն անմիջապես մոտեցան եւ հորդորեցին հեռանալ ոչ միայն սահմանից, այլև գյուղի տարածքից։ Ախր չեք թողնում էլի մարդկանց հետ, սենց հետապնդում են ամբողջ ընթացքում։ Գյուղում մեր ողջ այցի ընթացքում մշտապես հսկողության տակ էինք։ Սահմանապահները հետևում էին մեր յուրաքանչյուր քայլին, ուր գնացինք, ում տուն մտանք, ում հետ փորձեցինք խոսել։ Թերևս հենց դրա արդյունքում էր, որ բնակիչները, որոնց հետ հաջողվեց շփվել, սակավախոս էին եւ զգուշավոր։ Միկրոֆոնը տել քաշի կամերան։ Այսինքն դեռ հողեր ունեիք, որ գոնե փոխհատուցումից կարեցաք օգտվել։ Մենք հողեր չի։ Այ հայք մի խոսի։ Ինչի։ Հայք բրախ։ Բրախա չինչա է։ Կիրանցի տներից մեկի բակում կանայք սուրճ էին խմում։ Նրանք զգուշավոր էին խաղաղության հեռանկարների մասին խոսելիս։ Այսօր խաղաղ է, բայց թե ինչ կլինի վաղը, ոչ ոք չգիտի։ Ապրում ենք արդեն, գիմ չէ։ Վստահված ենք եսի։ Եսի մի ասա, точно ասա։ Ող չէ, մի վստահ եմ, որ մնում եմ, վարխին քնում եմ, ինչ եմ գիտեմ, ետով ինչ կլի։ Ով կգիտենա հետո ինչ կլի։ Դե հիմի արդեն մնում ենք մեր տանը, եսի չգիտենամ։ Վախım չեք, մենք մեր Փաշինյանից շատ գոհ շնորհակալ ենք։ Պրոստո էսոեն ժողովրդանունից ասում են ամեն ձևով գոհ ենք մենք։ հիմա Այն եկել եք։ թվերին կրակոց, վայվելի հիմի չկա։ Խաղաղ քնում եմ։ Որ թվերին եք գնալ։ 90-ական թվականներին։ Տեսեք, ասում այս իրական Հայաստանն է, արդեն սահմաններով, իրական սահմաններով։ Դա գիտենաչ, սաղ չգիտեն, կարա չես գիտենաչ, այդ ինչ կա։ Ինչի հիմա խաղաղ չի, էս մի տարի անցավ։ Հիմա էս մի մի տարի չի, մի քանի ամիս է։ Խաղաղ էլի ինչա, մեզ ուտում է։ Խաղաղ էլի։ Ինչ են անում, նրանք իրանց համար մենք մեզ համար։ Կառավարության տարածած տեսանյութում վարչապետի հետ Կիրանց այցելած պաշտոնյաներն ու գործարարները շրջում են 1 տարի առաջ կառուցված պատի մոտ, դպրոցում ու նոր կառուցվող եկեղեցում։ Տեսանյութում չկան դպրոցականներ կամ գյուղի բնակիչներ։ Այցից օրեր անց տեղացիներն ասացին, երկրի ղեկավարին մոտենալը պարզապես անհնար էր։ Որ եկել է հիլար կեղեցի մի մարդ մտնի դպրոցը կողքը։ Պահերտվել ինչքան դե մաշին կաղնի կեղեցու դեն նարեք։ Մչամարթին տրել որ ժողովրդյան դեն նարեք։ Հիչ մի մարդ էլ անդկա։ Բայց փորձեցիք մոտենալ չթողի։ Ինքան կար մոտեցող։ Մնելա թող չար։ Փաշինյանը Եկավ, չեկավ, մեզ հետաքրքիր չի, ում հետ խոսեցին չարուց։ ձեզ հետ չի խոսել։ Չկարողամ ասել։ Հարցեր չունեիք իրեն։ Չէ, հա ազգի հազիվ եմ քեզ հետ խոսում, քյալ դեմ վարչապետի առաջին ստե խոսել։ Վարչապետն իր ֆեյսբուքյան գրառման մեջ իրական Հայաստանի կիրանցյան մոդելի մասին խոսելիս չէր նշել, որ սահմանազատումից հետո Կիրանցի ադրբեջանական Խեյրիմլիից այն կողմ մնացած սեփական 60 հեկտար վարելահողերն այդպես էլ անմշակ են մնացել։ Գյուղապետարանի տվյալներով սահմանազատումից առաջ Կիրանցում 30-ից 40 հեկտար հող էին մշակում։ Այսօր մշակված է ընդամենը 7 հեկտար, որի միայն կեսը ադրբեջանական գյուղից այն կողմ։ Դե հա ցանել չեն, քիչ են ցանել, որովհետև մեր հողերը առայժմ սեղրաղին այլի։ Բա այն ժամանակ ասում էին, որ սահմանազատվի ոչինչ, այս կողմը դուք կմշակեք, այն կողմը նրանք կմշակեն։ Այդ չգիտեմ։
Դե ոչ թե չեն վստահում, ուղղակի հելա պետքա ճանապարհ սարքեն, որ անցնեն, այն չի որ մեր հողը նրանց թուրքը Այն վաղ վերակալի։ իրանց հողովն ենք, իրանց գյուղի միջով ենք ասնեցել, հիմա չէ, տեղ չունենք, արդեն փակա։ Դուք կոնկրետ հող ունեք այն։ Հա, Քանի ունենք, մի հեկտար։ Մինչև սահմանազատումը մշակել եք։ Միշտ է։ Ինչ եք ցանում։ Լա ծորեն, իրանց հողումն էլ ենք ցանել, հետո չհնձեցինք, իրա քնձեցի տարա։ Բայց իրանց հողումն ենք էլ ցանը մի համարյա 8000 մետրներ։ Բայց տեսակ որ դա Հա, նույնիսկ հնձել։ Հնձեցին տարան, հա։ Մենակ մերը ոչ էլի մի չգիտեմ մի 10 մարդու երևի։ Բայց հույս ունեք, այսինքն եթե կամուրջը սարքվի։ Հա, եթե կամուրջը սարքվի, արդեն թույլ տան ցանային։ Նազարյանների ընտանիքը մոտ 1.5 հեկտար վարելահող ունի Խեյրիմլիից այն կողմ։ Նրանք նույնպես չեն մշակել իրենց հողը։ Տրակտորիստ չեն գտել, որ սիրտաներ ադրբեջանական գյուղի կողքով իրենց անմշակ մնացած տարածք հասնել, ասում է Հերիկնազ Նազարյանը։ Տրակտորիստը քնա կվարի արդյոք ցավը տանը։ Եսիմ Հիմա փորձել եք ասեք տրակտորիստին չէ, ոչ ոք չի քնար։ Դեսը ճամփա չունենք, ջիրեն կրնովը քալդի, դենի կետի վրա պետք է կամուրջ ունենանք, որ տրակտորն անց կենային լճիվը կողքովը, չէ, մոստչին պետք է։ ասեցին, որ ճանապարհ, նոր ճանապարհ։ Կա, պարակերջուրի միջով անցին կենում։ Որ մաշիննա շաշետ վարարկերի միջով անց կենա տրակտորը քինավարի։ Հա, հիմա վարարել է։ Հա, վարա, գարունա վարայելա, բա ոնց։ Բա հողերը այնտեղի մշակել։ Ահ հողերն ինչ դեմ դիտահլա նորակը որոշվի կանենք էլի։ Բա աշնանացան, գարնանացան, բաց թողել։ Հա դες տարի չեն կարել, բայց կանենք էլի, նեն չի որ մեզ չդեն տողի կինան։ Հա, հույս ունեք, որ Բա ոնց գոնե հույս ունեմ, աշնանը կանեք։ ես ըմել եմ կարում իմ հողը մտնեմ, բայց կոմբայնի բանի մենք տեղ չունենք, դրա համար չունենք։ Անցնելու, որ կոմբայնը Հա, անցնի, գետով հա։ պետք է անցնի, դա Բա եկապատն։ ասում էին կամուրջ կսարքենք, Դե սարքիլ դեն էլի, բա ասել են կսարքեն։ Ազատության հարցմանը, թե արդյոք կառավարությունը դիտարկում է գիրանցեցիների սեփական հողատարածք հասնելու համար ճանապարհ, գետի վրայով կամուրջ կառուցելու հարցը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից պատասխանեցին, թե սահմանազատումից հետո վարելահողեր տանող դաշտամիջյան ճանապարհը հարթեցվել է ու որ կամուրջ կառուցելու հարց չի քննարկվում։